Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող նա գա և պատասխանի ձեր բոլոր աղոթքներին, տա ձեզ այն, ինչի կարիքը որ դուք ունեք, թող նա պատասխանի ձեր կարիքներին, որպեսզի նրա անունը փառավորվի ձեր կյանքում, որպեսզի ձեր վկայությունը փառավորի նրա անունը այստեղ, այս երկրի վրա, որպեսզի այն մարդիկ, ովքեր ձեզ ճանաչում են, հնարավոր է նրանք ձեր բարեկամներն են, ձեր մտերիմները կամ ձեր հարևանները, որպեսզի ձեր միջոցով նրանք ճանաչեն, որ Աստված գոյություն ունի, և բացի դրանից, նա վարձատրում է յուրաքանչյուրին, ով փնտրում է նրան, և ընդհանրապես կարևոր չէ, դուք արժանի եք դրան, թե ոչ։ Իհարկե, ոչ ոք արժանի չէ մեզանից ինչ-որ բան ստանալու Աստծուց, մենք արժանի չենք, բայց չնայած մեր արժանիքներին, չնայած նրան, որ մենք արժանի չենք ընդհանրապես, Աստված միևնույն է պատասխանում է նրանց, ովքեր անկեղծորեն են խնդրում, հենց դա է գաղտնիքը, երբ մարդիկ Աստծո հետ անկեղծ են, նրանք այն հավատն են ցույց տալիս, որը մաքուր է, և Աստված պատասխանում է նրանց, չնայած ոչնչի, կարևոր չէ, մինչև այս պահը ինչ կրոն ունեիք դուք, կարևոր չէ, թե ձեր անցյալը ինչպիսին է եղել, ոչինչ կարևոր չէ հիմա, ամենակարևորն այն է, որպեսզի ձեր հավատը մաքուր լինի, անկեղծ և իրական հավատ լինի, և հենց այդ պահին, հենց այդ ժամանակ Աստված կգա ձեզ մոտ, դրա համար ձեզ պետք չէ եպիսկոպոս Մասեդոն, դրա համար ձեզ եկեղեցին հարկավոր չէ, հենց այդ պահին ոչ ոք հարկավոր չէ, որպեսզի օգնի ձեզ և դուք Աստծուն գտնեք, դուք ինքներդ հենց այդ պահին գտնում եք Աստծուն, ճանաչում եք նրան, և գիտեք, վերջերս մենք մի մարդու պատմություն ենք ցույց տվել, մեկ տղամարդու, եթե դուք եկեղեցում եք եղել և տեսել եք, կնկատեք, թե ինչքան երջանիկ էր նա, երբ նրա կյանքը փոխվել էր, դուք տեսնում եք, թե ինչպես էր նա տեսանելի կերպով շնորհակալություն հայտնում Աստծուն, հենց այդ տղամարդը շատ մեծ վկայություն ունի, նրա վկայությունը ցույց է տալիս, որ մենք չունենք ոչ ոքի կարիքը, որպեսզի Աստծուն գտնենք, դա մեր և Աստծո միջև է, դա անձնական բան է, դուք ուղղակի պետք է անկեղծ լինեք, և գիտեք, եկեղեցու ներսում շատ մարդիկ կան, ովքեր թվում է շատ բարի են, նրանք լավ մարդիկ են, նրանք հավատարիմ են ամենուր, բոլոր հավատի իրադարձությունների մեջ նրանք մասնակցում են, հավատարիմ են դասանորդում, թվում է, որ նրանք ոչ մի մեղք չեն գործում, բայց նրանց կյանքը այն կարգի վատն է, նրանք ոչինչ չունեն, ինչպես որ կենդանին, ով ինչ-որ տեղ է ընկել և չի կարողանում այդ տեղից դուրս գալ, երևի դուք արդեն այդպիսի տեսահոլովակներ եք տեսել, կենդանին, ով ինչ-որ տեղ է ընկնում, ինչ-որ խորը տեղ, և փորձում է դուրս գալ, բայց չի ստացվում, և նույնիսկ հակառակը, կենդանին փորձում է դուրս գալ, բայց ավելի խորն է ընկնում, բայց Աստված այնքան մեծ է, նա այնքան մեծ է, որ նրա մեծությունը նույնիսկ չենք կարող նկարագրել, մենք ուղղակի կարող ենք մի քիչ սահմանափակ հասկացողություն ունենալ նրա մեծության մասին, երբ մենք նայում ենք երկնքին, նայում ենք այդ անվերջ երկնքին, երբ մենք նայում ենք ծովերին, բոլոր գեղեցիկ ստեղծագործություններին, նույնիսկ ծաղիկներ կան, որոնք շատ փոքր են, թվում է, որ նրանք տեսանելի չեն, բայց տեսանելի չեն մեր աչքերի համար, երբեմն այդ փոքրիկ ծաղիկը այնքան լավ բուրմունք ունի,
կամ նրա բոլոր դետալները այնքան գեղեցիկ են պատրաստված։ Աստված այնքան մեծ է, որ նա չի մոռանում չնչին մարդկանց, նրանք ովքեր մեղքի մեջ են, նրանք ովքեր թույլ են, շատ վատ վիճակում են գտնվում, կախվածություններ ունեն, կանայք, ովքեր վաճառում են իրենց մարմինը։ Ուրեմն կարևոր չէ, թե մարդիկ ինչ մեղքի մեջ են գտնվում, կարևոր չէ, թե որքան մեծ է նրանց մեղքը, բայց երբ հենց այդպիսի մարդիկ սկսում են կանչել Աստծուն, նույնիսկ այդ պահին չեն ճանաչում նրան, բայց նույնիսկ եթե փոքր հավատ ունեն և անկեղծորեն դիմում են Աստծուն, այդ ժամանակ ազատություն են ստանում։ Եվ գիտեք, այդ կրոնավոր մարդիկ, ովքեր եկեղեցու մեջ են, ինչու նրանց կյանքը չի փոխվում, ինչու նրանք չեն կարողանում դուրս գալ այդ ծանր իրավիճակից, որովհետև այդ մարդիկ իրականում Աստծուն չեն հավատում։ Նույնիսկ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ արժանի չեն, որպեսզի Աստծուց պատասխան ստանալ։ Նրանք այսպես են ասում. ով եմ ես, որպեսզի Աստծուց ինչ-որ բան խնդրեմ, ով եմ ես, որպեսզի նա ինձ պատասխանի։ Եթե դուք այդպիսի մտքեր ունեք, իմացեք, որ դուք իրականում ճիշտ եք վարվում։ Ճիշտ եք վարվում, ընդունելով, որ դուք մեղավոր եք, որ դուք ոչինչի արժանի չեք, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող խնդրել Աստծուց։ Բայց դուք ճիշտ եք վարվում, եթե դուք մտածեիք, որ դուք ինչ-որ յուրահատուկ մարդ եք այս աշխարհում, ինչ-որ մեծ տեղ եք գրավում, դուք ուրիշների նման չեք, դուք յուրահատուկ եք, եթե դուք այդպիսի մտքեր ունենայիք, այն ժամանակ այո, դուք դժվար կլիներ, որպեսզի Աստծուն գտնեիք։ Բայց երբ դուք ինչ-որ սխալ ունեք ձեր կյանքում, ինչ-որ ոլորտում դուք սխալ եք վարվում, և դուք մտածում եք ես կորած մարդ եմ, որովհետև ես այս սխալը ունեմ, հնարավոր է դուք այն մարդն եք, ով բոլորի կողմից լքված է, հնարավոր է նույնիսկ դուք ծնողներ չունեք, ձեզ ուղղակի լքել են այս աշխարհի մեջ, թողել են, որ գոյատևեք, և դուք ինչ-որ կերպով գոյատևել եք, դուք մինչև հիմա ողջ եք, և միայն Աստված գիտի, թե ինչպես եք դուք այդքանը հաղթահարել, և թե ինչ է լինելու ձեզ հետ հետո։ Աստված ամեն ինչ հասկանում է, մանավանդ նրանց, ովքեր լքված են այս աշխարհում, և նույնիսկ գրված է. Աստված ընտրել է նրանց, ովքեր այս աշխարհում ոչինչ չարժեն։ Աստված նրանց է ընտրել, ում վրա աշխարհի մարդիկ նայում են և ոչինչ չեն տեսնում։ Այդ մարդկանց դատարկության հետ են համեմատում։ Ես հիմա իմ սեփական պատմությունն եմ պատմում։ Ես եղել եմ այդ իրավիճակում, և Աստված ընտրել է ինձ։ Փառք Աստծուն դրա համար։ Բայց գիտեք ինչու, մյուսների մոտ չի ստացվում։ Որոշ մարդիկ եկեղեցում, թվում է, որ նրանք հավատում են, բայց նրանց կյանքը չի փոխվում։ Նրանք չեն կարողանում ոչինչ նվաճել։ Նրանք շատ բարի են, հավատարիմ են, նույնիսկ ուրիշ մարդկանց են փորձում օգնել։ Նույնիսկ եկեղեցում ինչ-որ պատասխանատվություն ունեն։ Եթե դուք այդ մարդն եք, բայց ձեր ներսում ինչ-որ փոքր զգացմունք ունեք, հնարավոր է դա վիրավորանքն է։ Այդ փոքր վիրավորանքը, այդ փոքր զգացմունքը, հնարավոր է մինչև հիմա տանջում է ձեզ։ Դուք կարող եք լինել ով որ ուզում եք, կարող եք հավատարիմ լինել, տասանորդ, զոհաբերություն տալ, կարող եք պատասխանատվություն ունենալ եկեղեցում, ինչ-որ գործեր անել, կարող եք կրոնավոր լինել, այդ ամենը կարևոր չէ։ Բայց Աստծո առջև դուք հավատարիմ չեք, որովհետև ձեր ներսում ինչ-որ վիրավորանք կա։ Եվ ինչպես որ մենք սկսել ենք Զաքարիայի ծոմը, եթե դուք մասնակցում եք և ձեր ներսում ինչ-որ զգացմունք ունեք, ինչ-որ վատ բան, այս ծոմը ձեզ ոչինչ չի տա։ Ինչ եք ասում, եպիսկոպոս։ Այո, հենց այդպես, եթե դուք ինչ-որ վատ զգացմունք ունեք, այս ծոմը ձեզ ոչ մի օգուտ չի տալու։ Մինչև որ Զաքարիան դարձավ համր, Աստվածաշունչն ասում է, որ նա հավատարիմ էր, նա Հոբի նման հավատարիմ էր բոլոր գործերում։
Նա կատարում էր Աստծո բոլոր խոսքերը, բայց Աստված թույլ տվեց, որպեսզի նա համր դառնա։ Ուրեմն եթե մենք մեր ներսում ինչ-որ փոքր վիրավորանք ունենք ինչ-որ վատ զգացմունք, այն ամենն, ինչ որ մենք Աստծո համար կանենք, դա ոչ մի արժեք չի ունենա։ Դա ամբողջ իրականությունն է։ Ձեր ամբողջ գործերը, ձեր հավատը ոչ մի նշանակություն չեն ունենա։ Ինչ զգացմունք էլ որ դուք ունենաք, կարևոր չէ թե ինչ զգացմունք է հայտնվել ձեր ներսում։ Հնարավոր է ձեզ վիրավորել են, ձեր հանդեպ վատ են վարվել, բայց ուշադիր եղեք, այդ նույն ինձ հետ էլ է եղել։ Եթե ես չկարողանայի հաղթահարել այդ զգացմունքը, այդ ամենը չհաղթահարեի, ինչպես ես հիմա կպատմեի Աստծո մասին, ինչպես կարող է խոսել նրա մասին և նրա ներման մասին։ Եթե ես ինքս ինչ-որ մեկին չեմ ներում, ինչպես կարող եմ սովորեցնել, որպեսզի դուք ներեք ուրիշներին։ Հիշում եք Հիսուսի խոսքերը, երբ նա ասաց. «Երբ դուք ձեր զոհը ձեր ընծան, կբերեք զոհասեղանի առջև, որպեսզի զոհաբերեք Աստծուն, որպեսզի զոհ մատուցեք նրան, և երբ կհիշեք, որ դուք ինչ-որ մեկի հանդեպ վատ բան ունեք, կամ ինչ-որ մեկը, ինչ-որ այլ մարդ, ձեր դեմ ինչ-որ վատ բան ունի, հիշում եք, թե ինչ պետք է անեիք»։ Հիսուսն ասում էր. «Ձեր զոհը, այն ինչ որ դուք բերել եք զոհելու, թողեք զոհասեղանի մոտ։ Մի դրեք զոհասեղանի վրա, մի բարձրացեք այդ զոհով զոհասեղանի վրա, այդ ամենն անիմաստ է լինելու։ Մի արեք դա, որովհետև այդ զոհաբերությունն իր մեջ այդ վիրավորանքի զգացմունքն է կրում։ Եթե դուք չեք ներում, դուք էլ ներում չունեք, ուրեմն ձեր զոհաբերությունը և զոհը անիմաստ են։ Եվ խոսքն ասում է. այդ զոհը թողեք զոհասեղանի առջև, և ամենից առաջ գնա և հաշտվիր քո եղբոր հետ։ Եվ հենց այդ ժամանակ, երբ դու կներես նրան, արի և քո զոհը բեր զոհասեղանի վրա, և զոհասեղանը կսրբացնի քո զոհը։ Հենց այդ ժամանակ Աստված կընդունի քո զոհը, որովհետև յուրաքանչյուր զոհ խորհրդանշում է մեր սիրտը, մեր հոգին, որը պետք է մաքուր լինի։ Երբ մեր հոգին իրականում ապաշխարել է և անկեղծ է այդ զոհը կատարում, այդ ժամանակ մեր զոհը կընդունվի, բայց եթե ձեր հոգին մաքուր չէ, եթե դուք դեռ չեք ապաշխարել, եթե ձեր ներսում ինչ-որ վիրավորանք կա, ձեր մոտ ոչինչ չի ստացվի։ Եթե դուք զոհ բերեք, եթե ցանկանաք Աստծուն ինչ-որ բանի համար զոհել, ձեր մոտ չի ստացվի, որովհետև դուք այդ զոհի հետ մեկտեղ ներկայացնելու եք Աստծուն ձեր վիրավորանքը, այն կեղտը, որ ձեր հոգու ներսում է։ Հնարավոր է մարդիկ ձեր դեմ մեղք են գործել, ինչ-որ շատ վատ բան են կատարել։ Միայն դուք կարող եք նրանց ներել։ Ուրիշ ոչ ոք չի կարող ձեր փոխարեն անել դա։ Եվ այդ ժամանակ Աստված էլ ձեզ կների, բայց եթե դուք չներեք, եթե որոշեք և ասեք ես չեմ ներում նրան, դուք եք այդ գինը վճարելու, դուք եք պատասխան տալու դրա համար, և ձեր աղոթքը ոչ մի նշանակություն չի ունենա։ Աստված չի ընդունելու ձեր աղոթքները, չի լսելու։ Ուրեմն իմ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Ինչպես գիտեք, մենք այս Զաքարիայի ծոմի մեջ ենք, 21 օր, առանց դժգոհության և առանց վատ խոսքերի։ Այս նույն հավատի մեջ եղեք, մաքրվեք, որպեսզի ստանաք Սուրբ Հոգուն։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ մյուս հաղորդում։ Ամեն։